Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի սեպտեմբեր ամսվա տառու կանխատեսումը երկվորյակ նշանի համար։ Սիրելի երկվորյակներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Այս ամսում նորալուսնին և լիալուսնին ունենալու ենք խավարումներ, գտնվելու ենք խավարումների միջանցքում։ Այժմ անցնենք հերթականությամբ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ պայքարով։ Թե ինչ պայքար կլինի, ամեն մեկը մի ձև կզգա, բայց կարող է լինել, օրինակ, պայմանավորված լինել այս քարտը հաճախորդների քանակով, գուցե դուք մենակով այդպես փորձեք հասցնել այդ բոլորին, գուցե ուղղակի տանը գործերը շատ լինեն, դուք մենակով հասցնեք այդ բոլորին, այդ բոլոր գործերը, որպեսզի հասցնեք։ Այս պայքարը կարող է լինել, օրինակ, դատական համակարգում, դատական գործում, օրինակ, կամ գուցե ամեն գնով փորձեք ձեր շրջապատից ինչ-որ բան թաքցնել։ Որևէ տղամարդ, ով ծնված է կրակի տարերքի ներքո, դա է խոյ, առյուծ կամ աղեղնավոր, ինչ-որ դեր կունենա այս ամսվա ընթացքում ձեր կյանքում։ Այս տղամարդը կարող է լինել ձեր ընտանիքի անդամներից որևիցե մեկը, ձեր շրջապատից, աշխատանքի վայրից որևէ մեկը, կամ կարող է լինել նաև նոր ծանոթություն նման տղամարդու հետ։ Ինչ-որ առումով այս տղամարդը դեր է ունենալու ձեր կյանքում այս ամսում։ Որևէ երազանք կկատարվի, սիրելի ընկերներ, այս ժամանակահատվածում շատ գոհ շնորհակալ կլինեք։ Թե ինչ երազանք կլինի, ամեն մեկը մի ձև կզգա, բայց որ էմոցիոնալ առումով շատ դրական էմոցիաներ են ձեզ սպասվում, դա հաստատ։ Ինչ-որ բան ձեր կյանքում կարծես անցյալից կվերադառնա ներկա, ինչ է սա նշանակում, գուցե ձեր նախկին ինչ-որ ծանոթին կամ գուցե բարեկամին, ում վաղուց չէիք տեսել, նրան հանդիպեք այս ժամանակահատվածում, նրա մասին գուցե ինչ-որ հաճելի նորություն լսեք, հաճելի նվեր ոմանք կստանան, ծաղիկներ, շոկոլադ կամ առհասարակ, նման ինչ-որ հարցեր կլինեն եւ ամիսը ձեզ համար կավարտվի նոր սկզբով, նոր որոշմամբ, ինչ-որ նոր բանով։ Թե այդ նորությունը, այդ նոր երևույթը ինչ կլինի, ամեն մեկը մի ձև կզգա, գուցե լինի նոր աշխատանք, նոր հարաբերություններ, գուցե երեխայի ծնունդ, մի խոսքով ինչ-որ նոր սկիզբ։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին կլինի ամսի 7-ին, այսօրը լինելու է խավարում, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո սովորաբար իր ազդեցությունն է ունենում լիալուսինը, բայց այս պարագայում 3 ամիս առաջ եւ 3 ամիս հետո դուք կարող եք զգալ այս քարտի ազդեցությունը։ Սիրելի ընկերներ, այնպես որ շատ զգուշ եղեք, մի փոքր բացասական քարտ է դուրս եկել, այսինքն ինչ որ անսպասելի բան է ձեզ սպասվում, ինչ որ բան ձեր պլանավորածով չի գնա այս ժամանակահատվածում, այնպես որ զգուշ եղեք ցանկացած ոլորտում, քանի որ ինչ որ կտրուկ փոփոխություններ կարող են լինել մի փոքր բացասական առումով, Եվ նորալուսինը կլինի ամսի 21-ին, կրկին այսօրը կունենանք խավարում, 3 ամիս առաջ, 3 ամիս հետո այն իր ազդեցությունը կունենա, այս ժամանակահատվածում ձեզ սպասվում է ինչ-որ նորություն, նոր սկիզբ, նոր հնարավորություն, ինչ-որ նոր բան, կապված որևէ տղամարդու հետ, ով ծնված է հողի տարերքի ներքո, դա է ցուլ, կույս կամ այծ եղջյուր։ Այս տղամարդու հետ կապված ինչ-որ նոր բան է լինելու ձեր կյանքում, այսինքն գուցե նոր հարաբերություններ նման տղամարդու հետ, ինչ-որ նորություն, նոր սկիզբ կապված այս տղամարդու հետ, գուցե նա ձեր ընտանիքի անդամն է, ձեր գոլեգան է, ընկերն է, կամ կարող է լինել նաև նոր ծանոթություն, նման ինչ-որ հարցեր կլինեն։ Իսկ եթե նայենք այսպես, որ այս տղամարդը ինքը այսպես որպես կերպար չէ, ապա ուրեմն ձեզ սպասվում է նոր ֆինանսական սկիզբ։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։